Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել դատախազի մասնակցությամբ գիշերը 3:40-ի սահմաններում Ազատության պողոտա, Ներսիսյան, Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում բախվել են Տեսլա եւ Կիա Մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Տեղում հավաքված քաղաքացիները հայտնել են, որ Տեսլայի վարորդը դատախազ է։ Վթարի մասնակիցների ինքնությունը պարզվում է։ Երեկ երեկոյան ուժեղ քամին Հանրապետության հրապարակում տապալել է լուսավորության սյուներից մեկը։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ 3 ժամը 20-ից ահազանգեր են ստացվել Երևանի կենտրոն, Նոր-Նորք, Էրեբունի, Մալաթիա, Սեբաստիա վարչական շրջաններից, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերից։ Իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների, թեքված սյուների ապամոնտաժման, ամրացման, տարածքի սահմանազատման եւ այլ աշխատանքներ։ Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գողությունները, 2 անձ ձերբակալվել է։ Պարզվել է, որ եկեղեցիներից ու մատուրներից գողությունները կատարում են Արմավիր քաղաքի 30 եւ 38-ամյա տղամարդիկ։ Օգոստոսի 14-ին ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Երասխ ճանապարհի Շահումյան գյուղի հատվածում նրանք հայտնաբերվել ու Նիսան Մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել են Արտաշատի բաժին։ Բաքվում խանութի տանիք է փլուզվել, ինչի հետևանքով մի կին մնացել է փլատակներում։ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին հաջողվել է կնոջը դուրս բերել փլատակներից։ Փլուզման պատճառը դեռևս պարզ չէ։ Ինդոնեզիայի ափերի մոտ 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, մահացել է ավելի քան 20 մարդ։ Ըստ տեղական լրատվամիջոցների զոհվածները երկրաշարժի պահին գտնվել են շինությունների ներսում եւ չեն հասցրել դուրս գալ։ Հիմնական ստորգետնյա ցնցումից հետո տարածաշրջանում գրանցվել են տասնյակ հետցնցումներ։ Երկրի մի քանի շրջաններում արձանագրվել է 1 մետրից պակաս բարձրությամբ ցունամի։ Իրանը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Իսլամ լրատվական գործակալության հետ հարցազրույցում Արաղչին ասել է, որ միջնորդները, ինչպես նաև Կատարը, այնպես էլ Պակիստանը հաղորդագրություններ են փոխանակում եւ կապ պահպանում Թեհրանի հետ, բայց դա ամենևին բանակցություններ չի նշանակում։ Բենյամին Նեթանյահուն հերթական սկանդալային հայտարարությունն է արել, Միացյալ Թագավորությունն անվանելով Բրիտանիայի Իսլամական Հանրապետություն։ Իր վերջին հարցազրույցում նա քննադատել է բրիտանական մամուլի կողմնակալությունը եւ զուգահեռներ անցկացրել Թեհրանի եւ Լոնդոնի ապագա միջուկային կարգավիճակի միջև։ Բրիտանացի պաշտոնյաները խստորեն դատապարտել են այս ելույթը, այն համարելով վտանգավոր եւ իսլամատիացության դրսեւորում։ Դիվանագիտական այս նոր անկումը հաջորդել է Լոնդոնի սահմանած պատժամիջոցներին եւ զենքի մատակարարման մասնակի կասեցմանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի ֆոնին մտադիր է Հորմուզի նեղուցը շուտով հռչակել Միացյալ Նահանգների տարածք։ Նա պնդել է, որ ամերիկյան ուժերը իրականացնում են հաջող ռազմածովային շրջափակում, թույլ չտալով իրանական նավերի տեղաշարժը եւ դրանով իսկ հարվածելով երկրի տնտեսությանը։ Թրամփի խոսքով ԱՄՆ-ն ամբողջությամբ վերահսկում է նեղուցը եւ առանց իրենց ցանկության ոչ մի նավ չի կարող այն հատել։ Իրանական կողմը կտրականապես հերքել է ԱՄՆ նախագահի այս պնդումները, շեշտելով, որ ռազմավարական նշանակություն ունեցող այդ ջրուղին գտնվում է բացառապես Թեհրանի լիակատար վերահսկողության ներքո։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին անմիջապես արձագանքել այս հայտարարությանը, նշելով, որ Հորմուզի նեղուցը հնարավոր չէ զավթել թվիթներով, ավիակիրներով կամ նախընտրական ելույթներով։ Իրանը չի վախենում սպառնալիքներից եւ չի ընկրկում ուժի ցուցադրության առաջ, ասել է փոխնախարարը։ Ռուսաստանը մերժել է Սևծովում Ուկրաինայի հետ զինադադարի հաստատման առաջարկը, հայտնել է երկրի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ըստ նրա, նման քայլի համար հիմքեր չկան, քանի որ Ուկրաինան անօթաչուներով թիրախավորում է քաղաքացիական նավերը։ Սա տեղի է ունենում, երբ Թուրքիան առաջարկել էր Սևծովում անվտանգության հատուկ միջանցքներ ստեղծել առևտրային նավերի համար, իսկ Ուկրաինան ըստ լրատվամիջոցների Ռուսաստանին փոխանցել էր քաղաքացիական օբյեկտներին չհարվածել առաջարկ, որը մնացել էր անպատասխան։ Ռուսական նավթավերամշակման գործարանների թիրախավորումը Ռուսաստանի ավելի քան 16 շրջանում վառելիքային սուր ճգնաժամի պատճառ է դարձել։ Երկրում բենզինի դեֆիցիտ է, գնաճ եւ հսկայական հերթեր։ Որոշ խոշոր ցանցերի բենզալցականների 1/3-ը փակվել է։ Իրավիճակը մեղմելու նպատակով մի շարք մարզերում սահմանվել են վաճառքի խիստ սահմանափակումներ եւ ներդրվել է լիցքավորման համակարգ, ըստ մեքենայի պետհամարանիշի զույգ կամ կենտ թվերի։ Ներքին պահանջարկը բավարարելու համար Ռուսաստանը ստիպված է եղել իջեցնել վառելիքի արտադրության ստանդարտները եւ սկսել է բենզին ներմուծել Բելարուսից, Հնդկաստանից եւ Մարոկոից։
Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության 2 նավթատանկեր։ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը կատարվածի համար մեղադրել է Իրանին, պահանջելով դադարեցնել ագրեսիան եւ անհապաղ բացել նեղուցը։ Իսպանիայում մոլեգնող անտառային հրդեհը ոչնչացրել է ավելի քան 11,000 հեկտար տարածք, ստիպելով տարհանել շուրջ 1000 բնակչի։ Գրակը անմիջական վտանգ է ներկայացնում պատմական Սան Խուան դե լա Պենա վանական համալիրին։ Աղետի ֆոնին վանքից թանգարան են տեղափոխվել 11-րդ դարի արքաների մասունքներն ու մշակութային այլ արժեքներ։ Հազվագյուտ հյուր է հայտնվել Ուրուգվայի ափերում։ Մոտ 3 տոննայանոց ծովային փիղը դուրս է եկել ցամաք, կարծես թե մի քանի օր հանգստանալու։ Իշխանությունը հորդորել է հիացած բնակիչներին չմոտենալ, չկերակրել հսկային եւ չփորձել նրան վերադարձնել ջուր։ Պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանո Ռոնալդոն եւ Ջորջինա Ռոդրիգեսը ամուսնական պայմանագիր են կնքել իրենց պսակադրությունից 1 օր առաջ։ Ըստ փաստաթղթի նրանցից յուրաքանչյուրը շարունակելու է միանձնյա տնօրինել իր անձնական ակտիվները, որոնք ունեցել է մինչև ամուսնությունը, ինչպես նաեւ այն ամենը, ինչ ձեռք կբերի ապագայում։ Ընդհանուր է համարվելու եւ հավասարապես կիսվելու է միայն այն գույքը, որը զույգը կգնի համատեղ։ Բացի այդ, աստղային զույգը որոշել է պահպանել ազգանունները, իսկ որպես մշտական բնակության վայր նրանք ընտրել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էյր Ռիադը։